Բարև սիրելի ունկնդիրներ, եթերում է Մարիշի հետ հաղորդումը Բելգիահայ ռադիոյով եւ ես Մարիա Հակոբյանյանն եմ։ Այսօրվա իմ հյուրը, ես էսայլի պիտի ասեմ իմ շատ սիրելի, բայց ինչ ասեմ հիմա, իմ շատ սիրելի Զարա Բադալյանն է, որը Լանական քաղաքի հայկական համայնքի եւ դպրոցի հիմնադիրներից մեկն է, բարև Զար ջան։ Բարի օր, սիրելի Մարիա։ Ոնց ես։ Շատ լավ եմ, հոյակապ, քեզ մոտ գտնվելով ընտիր։ Մերսի Զար ջան։ Զար ջան, ուզում եմ ասեմ, որ շատ շնորհակալ եմ, որ ժամանակ հատկացրեցի, կարողացա գտնել, որ գաք ինձ հյուր, շատ ուրախ եմ ու անհամբեր սպասում եմ, որ ես է քեզ լավ ճանաչեմ ու մեր բոլոր հյուրերին, մեր բոլոր ունկնդիրներին օգնեմ, որ ճանաչեն, թե ով եք դուք, որտեղ ձեզ պետք է բոլորը ճանաչեն։ Անչափ շնորհակալ եմ, Մարիա ջան։ Զար ջան, ուրեմն սկսում ենք ավանդական Զարան։ Որտեղ է ծնվել, երբ է ծնվել։ Զարան ծնվել է Երևան քաղաքում, մտավորականների ընտանիքում, հայրական կողմից պապիկս վաստակավոր մշակույթի գործիչ Սուրեն Բադալյանը, ռեժիսոր, դերասան, երկար տարիներ ղեկավարել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնը, մեր մայր թատրոնը Սունդուկյանի անվան տնօրենն է եղել եւ մինչեւ կյանքի վերջին տարիները աշխատել է Հայ ֆիլմ կինոստուդիայում կրկնօրինակման դուբլյաժի բաժնում եւ բազում սովետական ֆիլմեր իր գրչով եւ իր լեզվով դուբլյաժ են եղել հայերեն լեզվով եւ հակառակը։ Փաստորեն արվեստը մանկությունից սկսած կազմելա քո կյանքի մի մասը, դու դրա մեջ ես մեծացել։ Այո։ Հայրիկս երաժիշտ, դաշնակահար, մայրիկս էլ նկարիչ դիզայներ։ Ինչ հետաքրքիր, դու էլ վերջում այո, այդպես ստացվեց, որ երաժիշտ դարձա, թեպետ այդպես չէր սկսվում։ Հեսա կհասնենք դրան։ Զար, փոքր ժամանակ Երևան ես, չէ՞, ծնվել, հա։ Երևանում ինչ ես սիրել, ինչ չես սիրել։ Ասում եմ, որ շատ լուրջ երեխա եմ եղել, շատ քչախոս եմ եղել, ի տարբերություն հիմա, որ դարձել եմ շատախոս ուսուցչուհի։ Շատ լուրջ եմ եղել եւ ինձ մոտ իմ կողքը խոսել են, ես մի պահ այսպես լռել եմ, անալիզ եմ արել, հետո վերջում ասել եմ, մի բառով պատասխանել եմ, ասել եմ ճիշտ է։ Այդպես նույնիսկ քորեղբայրս ինձ ասում էր դու գրոմիկոն ես, ժամանակի քաղաքական լուրջ գործիչ սովետական միության, այո։ Շատ կազմակերպված եմ եղել, մի դեպք պատմեմ, երբ ընտանիքով գնացել ենք հանգստանալու Աղվերանում, դե տարիք երեխաները ինչն են սիրում, միանգամից արդեն կարող էի վազել բակ կամ լողավազան, մտել ենք սենյակ ու ես սկսել եմ դասավորել սենյակը, սա էստեղ պետք է լինի, աթոռը տարել եմ, այն կողմ եմ դրել ու այդպես զվարճալի է դեպքը պատմում հիշում են ծնողներս։ Գիտես ինչ հիշեցի, ուրեմն առաջ կուրսը որ ավարտում էի, քեզ տանում են ուսանողական ջոկատներ։ Ու մի տարի ես պապա ինքս պիտի տանեին Բրյուսովի առաջի կուրսի ուսանողներին Վոլգագրադ։ Ու այդ Վոլգագրադ մենք որ գնացինք, դե ես ու եղբայրս էինք գնացել իրար հետ, ուրեմն այդ բոլորի պասպորտները ուսանողների պահվում էր մեր սենյակում։ Ու ես այդ բոլորի պասպորտները, ասում ես դասավորել, ես այդ բոլորի պասպորտները դասավորած անուններով տառերով ես ինչ-որ սիստեմայի մար մշակել, ու ես անգիր գիտեի բոլորի անուն, ազգանունը, տարեթիվը, որ սենյակում ամենում բան պապան որ մոռանում ես, մեր Մարիշ իմ օգնականն էի։ Ինչի տարգիր է, մոռացել է այդ պատմությունը, որ չասեի փաստորեն։ Այդպես կազմակերպված, նույնիսկ հայրիկս զգացել էր, որ ես այնքան կազմակերպված էի, որ տան ամենօրյա հացի գումարը շաբաթական ինձ էր տալիս այդ գումարը, որովհետև ես ասում եմ պապա, եթե մենք օրական այսքան հաց ենք ուտում, ուրեմն հաշվարկել է այսքան շաբաթվա վերջում ինձ դրամ պետք է տա, հա։ Դժվար չէր առևտրի հետ պապային հացն էլ գնել բերել տուն, բայց որոշել էր այդ պատասխանատու գործը ինձ հանձնարարել։ Բայց պատկերացնում եմ ինչքան լավ էր դու քեզ զգում։ Բարձր պատասխանատվությամբ կատարում էի այդ աշխատանքը։ Հաշվել եմ շատ սիրել, ի զարմանս ինձ, որ հիմա ես շատ հեռու եմ թվաբանությունից, շատ սիրել եմ ամեն ինչը հաշվել, փողոցի մեքենաները, մարդկանց, այդպես երևի դասակարգել եմ, էլի։ Ինչ հետաքրքիր է։ Եվ այն շարժման տարիներին 88 թվական, երևի այդ թվականից արդեն լավ հիշում եմ իմ մանկական հիշողությունները, 6 տարեկան էի 88 թվականին, եւ հիշում եմ, որ պապան ձեռքս բռնած առհասարակ իմ հիմնային, հա, ֆունդամենտալ կրթությունն ու դաստիարակությունը պապայից եմ ստացել։
եւ մանկավարժեր մասնագիտությամբ եւ հոգով, ամենակարևորը հոգով ու սրտով։ Դա ամենաճիշտ մանկավարժներն են։ Հա, ու զրուցում էր, միշտ մեզ հետ ամեն ինչից զրուցում էր։ Ձեռքս բռնած, մենք ամեն ապրիլ 24-ին ոտքով ծիծեռնակաբերդ ենք բարձացել, թեկուզ շատ դաժան էին այդ պատմությունները, բայց նա ըստ իմ տարիքային ընկալման, այո, պատմում էր այդ ամեն ինչը, պատմություն, կրոն, ու այդպես մեկ անգամ զրուցելով գնում ենք օպերայի հրապարակ, դեռ այն ժամանակ թատերական հրապարակ էր կոչվում, անկախության ընդունումից հետո դարձավ ազատության հրապարակ օպերան, մենք էլ պողոտայի վրա էինք ապրում Մաշտոցի, եւ այդպես զրուցելով գնում ենք, ու պապան է շատ ակտիվ մասնակից ա եղել շարժման, Արցախյան պատերազմի մասնակից եւ ինձ որոշել էր տաներ միտինգի, ու ուզում ա իմ մանկական մտածելակերպի եւ հոգեբանության համապատասխան ներկայացնել ինչա դա, ասում է այ տեսնում ես Բալիկ ջան, այսքան բազմություն, այսքան հազարավոր մարդիկ որ հավաքվել են հրապարակում, սա կոչվում է միտինգ, ըստ երևույթին ես սկսում եմ էլի հաշվել մարդկանց, ու հետո նայում եմ մի որոշ ժամանակ իմ լռությունից հետո ասում եմ բա որ միտինգին այսքան մարդ ա եկել, բա երկու տինգին ինչքան մարդ կգար, մտածել եմ որ միտինգ, եթե միտինգ ա, այսքան մարդ ա հավաքվել, չեմ մտածել որ միտինգ բառն ա, հա, դա եղել անգլերեն հանդիպումն ա եղել, միտինգին, բա երկու տինգին ինչքան մարդ կլինի, լոգիկ պատմությունը, մի երկու տինգին ով ա գալիս էլի, սրանից շատ իմ համար էլ հնարավոր չէր պատկերացնել, բա երկու տինգին ինչքան մարդ հավաքված կլինի, այդպես ես հիշում եմ, որ հաշվել շատ էի սիրում, կրթությունս էլ երևի պետք է լիներ նաև հումանիտար, որովհետև Շահումյանի դպրոցն էի գնում համար 1, բայց բախտի բերմամբ այնպես ստացվեց, որ ուղղությունը փոխվեց դեպի երաժշտական։ Կհասնենք, ինչ չէր սիրում։ Ինչ չէի սիրում, փոքր տարիքից այդ անարդարությունը չեմ սիրել, անարդարությունը, անազնվությունը, թեպետ որպես գաղափար միգուցե շատ մանկական ձևով եմ այդ դրա հետ պայքարել, բայց հենց փոքր տարիքից դա չեմ սիրել, սուտը չեմ սիրել։ Գնում ես որպես բոլոր սովետական բարիկները երևի Ծաշնամուրի, там չի երաժշտական դպրոց, հետո նկարչական խմբակներ, այդ մեր սովետական սերունդի բալիկների ճանապարհներ, հոկտեմբերիկից սկսում էինք, հոկտեմբերիկ էինք, հետո 4-րդ, 3-րդ դասանից պիոներ էինք դառնում, բայց ես չհասցրեցի պիոներ, հոկտեմբերիկ միայն եղա, որտեղ արդեն 91-ին անկախացավ Հայաստանի Հանրապետությունը, մի փոքր ծանր պայմաններ էին ընտանիքում, ունեինք հիվանդ տատիկ, շատ ծանր իմ պապայի մաման եւ անկողնային հիվանդ էր եւ երկար տարիներ էր հիվանդ եւ այսպես մամաս, պապաս եւ հորեղբայրս դեռ ամուսնացած չէր, հերթապահում էին տատիկի մոտ ժամերով, անպայման մեկը տատիկի կողքին պետք է լիներ եւ այնպես դասավորվեց, որ ինձ այլևս չէին կարող դպրոց տանեին բերեին, ես կցվեցի քույրիկս գնում էր Չայկովսկու մասնագիտական երաժշտական դպրոց, դե պապան էլ այնտեղ փոխտնօրեն էր աշխատում, ու այսպես ես Շահումյան դպրոցից տեղափոխվեցի Չայկովսկու դպրոց, թեպետ չունենալով շատ լավ երաժշտական տվյալներ, ես ասեմ անկեղծ լինեմ, քույրս տաղանդավոր ա, օրինակ քույրիկս ջութակահարուհի ա, Գերմանիայում ա ապրում շատ երկար տարիներ եւ առաջավոր նվագախմբերից մեկում սոլիստ ա։ Մեր Տիգրան Պողոսյանին ինտերվյուն տեսել եմ, արի իրար ծանոթացնենք, որ իրար հետ նվագեն։ Մի քիչ լոկացիոն առումով հեռու է, ինքը Բերլինի մոտ է ապրում։ Բայց Տիգրանը ամբողջ աշխարհով ա բանանում ճանապարհորդում ու համերգներ նվագում, թե հիմա այսօր ինտերնետը ճիշտ է, միգուցե նաև ճանաչում են իրար, ես չգիտեմ, կոլեգաներ են երկուստը Տիգրան ջան, ճանաչում ես անունը։ Հասմիկ Բադալյան։ Հասմիկ Բադալյանին։ Հատուկ ուղերձ Տիգրանին։ Այո։ Շատ տաղանդավոր երաժիշտներս էլ է տաղանդավոր։ Ես շատ պասիվ էի երաժշտական տվյալներով, բայց քանի որ ընտանիքում այնպես էր դասավորվել, որ ինձ այլևս ոչ ոք մենակ ես չէի։ Դու ճաճուներ տաղանդավոր պետք է դառնայի։ Այո, գնացի նույնիսկ կան չէ հանրահայտ երաժիշտներ, որ ասում են, այսինչ հարաճանաչ երաժշտի ելույթը տեսա, ասացի ես պետք է ջութակ նվագեմ կամ ես պետք է ստեղծագործություն նվագեմ։ Ես շատ հեռու էի երաժշտությունից, նույնիսկ ընտրված գործիքը չգիտեի ինչ էր։
Գործիքը ընտրել էր հայրիկս, քանի որ հայրիկս այո դաշնակահար էր, ինքը որոշեց, որ աղջիկները պետք է նվագեն նվագախմբային գործիքներ, որպեսզի ավելի տարած, այո, որտեղ անսամբլ կդառնային, եւ ասում էր միշտ դաշնակահարը կամ պետք է լինի սոլիստ կամ դաշնամուրի ուսուցիչ։ Դրանից են կողմ նվագախմբերում մեկ հատ դաշնակահար է, իսկ տեսեք ինչքան ջութակահարներ կան, ասենց երկար ապագայի նպատակներով։ Այո, ինձ ընտրվեց փողային գործիք, էլի շնորհակալ եմ, որ շեփոր չեն ընտրել կամ տրամբոն, ծանր կլիներ։ Նուրբ գեղեցիկ գործիք, երևի papan տեսել էր, որ համապատասխան է իմ մարմնի կառուցվածքին, papan մտածած կլիներ։ Դու այն անգամ քո այդ բանը ֆլեյտայի ուղարկեցիր, ասեցի, չէ, քեզ իմ համար էլի մանկական հիշողություններ ստեցին, որտեղ եղբայրս ֆլեյտայի նվագում, ես դաշնամուր ու այդ միշտ մեր շատ այնց ջերմ էր այդ ֆլեյտայի քո ուղարկած փոքրիկ վիդեոն, ինձ մի անգամից sense երբեմն գիտես ինչ հետաքրքիր, sense շատ բանի կարիք չունես, որ քեզ sense տանի մանկություն, վարկյանի մեջ, տանի մանկություն, նեպի փոքրիկ բան, կարող է պատահի ավելի շատ երևի, ինչ ես այս ինտերվյուներն եմ անում, որովհետև ակամա ես եմ իմ պատմությունները հիշում մարդիկ, որ պատմում են տարբեր բաներ, ինձ էլ է տանում իմ մանկության մեջ ու ես էլ եմ հիշում ինչ որ տես, ոնց որ այսօրվա այդ դասավորելու պասպորտների դասավորելու պատմությունը ես երևի չեմ հիշել երևի մի 20 տարի մինիմում։ Չէ, ակնթարթում եկավ հիշողության։ Ասենք որ ես ու դու ծանոթացել ենք շատ հետաքրքիր ձևով, մի օր դու Instagram-ով ինձ մեսեջ ուղարկեցիր ու ասեցիր, որ ձեր դպրոցն եք հիմն է եւ այլն, ու որ ինտերվյուն եք լսել Լիլիթի Սարիկյան, որին դու ճանաչում ես։ Այո։ Լիլիթին էլ պաչիկներ ենք անում, շատ լավ ինտերվյու էր։ Պաչիկներ, այո։ Ու տենց Ծանոթացա ու մտածում էի ինչ ընդհանուր ծանոթ գտնեմ, որ մեզ ծանոթացնի։ Փնտրեցի, հետո մտածեցի, չէ։ Զանգիր։ Ճիշտ է, իսկապես։ Դա ասեցի, բայց ես ինքս կարող եմ վերցնել, որտեղ ես արդեն հասկացել էի ինչ անմիջական ու ինչ բաց տեսակ ես դու, Մարիա ջան, ու վստահ էի, որ այդպեսին էր հենց արձագանքը լինելու, ու այդպես վերցրեցի այդ համարձակությունս, հավաքեցի ու զանգահարեցի, կապ հաստատեցի ու մի խոսացինք մի ժամ ու կես։ Այո։ Ոնց սենց մենք վաղուց ծանոթված, հա, չէ, ինչ հետաքրքիր սենց անմիջական, հետո արդեն մեզ հրավիրեցիք բարեկենթան, ես Մանյան Սերգեյ եկանք բարեկենթան, արդեն Արմանի հետ ծանոթացանք, ձեր համայնքի հետ ծանոթացանք, ընտի ժամանակ անցկացրեցինք, գանք դրան, բայց ես վերջերս սենց հանդիպումներ շատ հաճախ են դառնում, ու համար անսովոր է։ Այսինքն միշտ ակտիվ եմ եղել, մարդիկ ճանաչել են, բայց որ սենց կան այդ ինտերվյուի միջոցով, ու ասեն, գիտեք, ձեր ինտերվյու ես լսում եմ ու ինձ ինչ որ մի բան է տվել, ինչ որ ինձ շատ սենց տեսակ սենց էլի պիտի ասեմ Արմենի տղան փոքր էր, ասում է ուրախում եմ։ Հիմա ես ուրախում եմ ամեն անգամ։ Այո, որովհետև իսկապես վարակիչ է քո դրական էներգիան։ Եվ ինտերվյուների միջոցով մենք թե ծանոթանում ենք Բելգիայի հայկական համայնքի վառ ներկայացուցիչների հետ, թե ակամայից մտերմանում ենք։ Օրինակ մարդիկ կան, որ ես լսում եմ քո ինտերվյուները, դեմքով եմ միայն ճանաչում, կամ առհասարակ դեմքով չէ, բայց կարծես իմ արդեն ընտանիքի ընկերը դարձած լինի, այդ անկեղծ պատմությունները, այդ հետաքրքիր տրանսֆորմացիան, որ դու կատարում ես, որ մեզ տանում ես մանկություն, սկսում ես ինչ պատմություններ պատմել, շատ հանգիստ, շատ մի գովակլեկս չէ, այդ տեսակը չես դու։ Չէ, շատ կարևոր է ու ես միշտ համար ասում եմ մարդկանց գնացեք գրեք, կիսվեք, որովհետև այդ մարդիկ որ ինտերվյու են անում, իրանք կիսում են ինձ հետ ու իմ միջոցով մեր բոլոր ունկնդիրների հետ իրանց անցած ճանապարհը, շատ կարևոր է, անցած ճանապարհը, որը յուրահատուկ է բոլորի համար, յուրաքանչյուրի կյանքը դժվար է եղել իր համար ու դա չպետք է համեմատվի, չպետք է համեմատվի ու յուրաքանչյուրը հասել է նրան, ինչին պետք է հասներ։ Դրա համար ես միշտ քաջալերում եմ, ասում գնացեք, կիսվեք, գրեք, անգամ չեք ծանոթ չեք, գրեք, կոմենտ արեք, իմ պոստի տակ կոմենտ արեք, դա մարդկանց ուրախացնում է, թող իրանք էլ ուրախ են։ Այո, մոտիվացիա է տալիս եւ հետո անձամբ քեզ համար էլ չէ, այդ հետադարձ կապը որքան կարևոր է, քեզ ինչքան նոր մտքեր է առաջացնում, նոր իդեաներ է տալիս։ Ինձ հատկապես գիտես, ասում եմ, էս ինտերվյուն սկսեց շատ սենց անմիջական
անմիջական Արիսից չի սպասում ես միկրոֆոնը ինտերվյուն մենք իրար հետ չենք ունեցել երբեք, այդ ցույցերի ժամանակ որ կազմակերպում եմ միշտ Սոնային էի ասում, Սոնարի ինտերվյու տուր, հա, ես չի սպասում, ինչի որ մի օր ասենք Արիս ասաց, գիտես, մարդիկ ահագին լսում են, հետո տեսնում ենք YouTube-ով, բան, հետո մարդիկ արդեն սկսում էին գալ, ասենք ու շատ հաճելի է, շնորհակալություն եմ հայտնում, ինձ դա շատ շոյում է, որտեղ մի քիչ ծիծաղելի է, բայց սա ես ասենք ոնց որ ես մի քիչ էգոիստաբար եմ անում, որտեղ ես էլ ահռելի մեծ հաճույք եմ ստանում մարդկանց ճանաչելուց ու այս ֆորմատով ճանաչելուց։ Լավ, վերադառնանք Զարոկին։ Երաժշտական դպրոց, ֆլեյտա, ոնց էր։ Երաժշտական դպրոց, մեր դպրոցը միակն է Հայաստանի Հանրապետությունում, որ ինքը մասնագիտական երաժշտական դպրոց է, այսինքն այն խմբակները, այն բոլոր հոբիները, որ դպրոցից հետո էին գնում երեխաները, մենք դասերի ընթացքում էինք անում, այսինքն մենք կարող էինք ունենանք դասացուցակի մեջ 6 դաս, լիներ հայոց լեզու, երկրորդ դասը լիներ հարմոնիա, երրորդ դասը լիներ մաթեմատիկա, չորրորդ դասը լիներ երաժշտական պատմություն։ Բասրեն դա համակրթական դպրոց է Չայկովսկին։ Այո, հանրակրթական դպրոց է, բայց հիմնականում բոլորը Չայկովսկի դպրոցը ավարտելուց հետո այսպես շատ սահուն ձևով կոնսերվատորիա էին ընդունվում։ Այն աշակերտը, ով չէր ուզում երաժշտությամբ շարունակել, արդեն 7-րդ, 8-րդ դասարանից արդեն գնում էր ուրիշ դպրոց, որպեսզի հեշտ կարողանար այդ անցումային շրջանը անցկացնել եւ պատրաստվեր բուհ ընդունվելու բարձրագույն։ Եվ այդպես մենք 6 տարեկանից Սիրել ես ֆլեյտան։ Դե սկզբում ասում շատ դժվար էր, նախ ես սկսել եմ պիկոլոից, պիկոլոն ֆլեյտայի 3 անգամ ավելի փոքր գործիքն է, բարակ, նեղ, շատ ավելի դժվար։ Ես հիշում եմ, որ այդ շնչառական վարժությունները որքան դժվար էին։ Բայց ինչի պիկոլոից սկսեցի տենց օրենքը։ Փոքր երեխաների մոտ մատիկները դեռ ձեռքերը մեծ չեն, ոնց հաճութակը, քառորդ, 8-րդական, 2 քառորդ եւ մինչեւ արդեն մեծ գործիքը պիկոլո էին նվագում, բայց պիկոլոն առհասարակ ինքը ֆլեյտայից շատ ավելի դժվար է։ Ու ես հիմա զարմանում եմ, ոնց եմ ես պիկոլոյով սկսել, այդ ինչ գերբնական ուժ եմ ունեցել, որ կարողացել եմ այդ գործիքի մեջ, որտեղ շատ մարմնի մասեր պետք է զարգանան փողային գործիք նվագելու, շրթունք, դեմքի մկաններ, շնչափող, ձայնալարեր, դիաֆրագմա, փորի մկաններ եւ բավականին լավ ստացվեց։ Երկրորդ, երրորդ դասարից արդեն փոխվեցի մեծ գործիքի, արդեն երբ որ ուսուցիչը տեսավ, որ մատները հերիքում են բոլոր փականների համար, արդեն փոխվեցի մեծ գործիքի եւ առաջինը որ վերցրեցի, առաջին իմ պրոֆեսորը Լևոն Ալոյանը, հանրաճանաչ ֆլեյտահար, ասեց առաջինը ինչ ուզում եմ քեզ ասեմ, կամաց կփչես։ Այսինքն սա պիկոլո չի, էլ պետք մեծ ջանքեր հարկավոր չեն, որտեղ պիկոլոին ձայն հանելու համար շատ ուժեղ պետք է այդ օդի շիթը անցներ անցքի միջով, ասեց կամաց կփչես։ Ու հետո արդեն աստիճանաբար ի զարմանս ինձ որ բացարձակ չէի ճանաչում այդ գործիքին, կապվեցի, սիրեցի, կարծես իմ մարմնի մասը դարձած լինի։ Ինչ հետաքրքիր է։ Ավարտում ես դպրոցը, սահուն անցնում եմ կոնսերվատորիա իմ դասարանցիների հետ, ինքան մտերիմ ընկերություն ունենք դասարանցիների հետ, երևի արդեն 35 տարուց ավել, բայց այնքան մտերիմ ենք ու բոլորս աշխարհասփյուռ ենք դարձել։ Երաժիշտները մեծ համայնք ենք։ Մտերիմ ընկերուհի Սարուս Աճեմյանն է, հարաճանաչ, Վարդան Աճեմյանի ընտանիքը, Ալեքսանդր Աճեմյան։ Դե այդ Չայկովսկի կոնսերվատորիա, այդ տեղը հիմնականում գնում էին երաժիշտների մարդիկ, այսինքն ընտանիքները, երաժիշտների երեխաները, ամեն դեպքում սկսում էին, բայց ունեինք նաև այնպիսի երեխաներ, ում ծնողները երաժիշտ չէին, պարզապես տաղանդավոր էին կամ շատ երաժշտական էին։ Արման Փահլևանյան ունենք, որ հիմա շատ հայտնի է, ինքը էստրադային եւ գործիքավորող է։ Ես հիշում եմ 6 տարեկանում ընդունելության իր պապան ասում էր ինքը 2 ձեռքով դաշնամուր է նվագում։ Արդեն ինքը դպրոց դեռ չէր եկել երաժշտական, 2 ձեռքով դաշնամուր էր նվագում։ Քույրիկս 4 տարեկանից նվագել է դաշնամուր ու մեր դասարանում է շատ տաղանդավոր ընկերներ ունենք, որ այդպես դասարանով տեղափոխվեցինք բուհ ուսանողական տարիներ։ Դե կոնսերվատորիայում է տարբեր անսամբլներ, տարբեր նվագախմբեր, տարբեր փառատոններ, մրցույթներ, այսպես այդ մեր համայնքը երաժշտական շատ կապված է։ Ու ավարտելուց հետո էլ բոլորը դառնում են գոլեգաներ։ Ես արդեն կոնսերվատորիայում աշխատում էի, կոնսերվատորիան ավարտելուց հետո ավարտում ես կոնսերվատորիան ու սկսում ես աշխատել։ Եվ նվագախմբում էի աշխատում եւ կոնսերվատորիան, ճիշտ է, փոքր դրույքով, դե փոքրից են սկսում դրույքը։
Ինչ էր դասավանդում ֆլեյտը։ Չէ, կա մի այսպիսի առարկա իլյուստրատորա կոչվում, որ ես ֆլեյտայով նվագակցում եմ դաշնակահար ուսանողներին, այսինքն կարծես ես սոլիստն եմ, իրենք ինձ նվագակցում են, որտեղ դաշնակահարները անցնում են նվագակցություն առարկան, եւ ես սոլիստն եմ, իրենք ինձ նվագակցում են, պիսի մի աշխատանք կար, իլյուստրատոր էր կոչվում։ Ինչ է դա իլյուստրատոր, բայց ինչի իլյուստրատոր, այսինքն բառը մի քիչ իմ համար երևի ցուցադրում ես, էլի իլյուստրացիա ես անում քո նվագը, եւ քեզ ուսանողը նվագակցում է։ Ու արդեն ուսուցիչը դասախոսը ուղղություն է տալիս ուսանողին։ Քանի տարի աշխատեցիր։ Երկար չաշխատեցի, այսպես արդեն Արմանին հանդիպեցի։ Արմանին հանդիպեցի։ Գիտես, ես այդ թեման շատ եմ սիրում։ Որտեղ հանդիպեցիր, երբ հանդիպեցիր, ոնց հանդիպեցիր, սկսվեց։ Շատ հետաքրքիր պատմություն է, իդեպ փոքր տարիքում, որ ես իմ ամենասիրելի հեքիաթները փոքր տարիքում, որ մամային ասում էի պատմի քո ու պապայի պատմությունը, պատմի տատիկ պապիկի հանդիպման պատմություն, հեքիաթ էր ինձ համար։ Ու մաման այնքան գեղեցիկ էր այդ ներկայացնում, այնց սիրուն էր պատմում, երևի միգուցե ինչ որ բաներ կային, որ նաև իմպրովիզացիա էր անում։ Հնարավոր է, դա իր ընկալումն էր կարող է։ Բայց շատ գեղեցիկ էր այդ հեքիաթը պատմում ինձ, ինչպես են ինքն ու պապան հանդիպել, հետո իր ծնողների հեքիաթներ պատմում, ու հիմա ձևավորվել է այդպիսի իմ մեջ է ավանդույթ, որ իմ ու Արմանի հանդիպումն էլ է հեքիաթային։ Դե պատմի մեր հեքիաթ, ձեր հեքիաթը ես լսեմ։ Մեր հեքիաթային հանդիպումը սկսվեց ոչ թե իմ եւ Արմանի հանդիպումից, այլ Արմանի քույրիկը միջնորդ հանդիսացավ։ Ինչ է տակրտի։ Արմանի քույրիկն էլ թավջութակահարուհի էր, էլի միասին աշխատում էինք։ Արմանը Եվրոպայում, ես Հայաստանում Աննայի հետ։ Արմանը արդեն Եվրոպայում էր։ Արմանը արդեն Եվրոպայում էր, ու Աննան ամեն անգամ գալիս էր ասում էր, գիտես ես քեզ կողքից նայում եմ, եղբորս եմ նայում, ախր դուք այնքան լավ զույգ կլինեք։ Ինչ է տակրտի։ Ախր արի ծանոթացեմ, ասում Աննա, ես Երևանում, քո եղբայրը Եվրոպայում։ Դու ո՞նց ես պատկերացնում, դեռ Նեդերլանդում ենք, մենք 9 տարի Նեդերլանդներում ենք ապրել, հետո տեղափոխվել ենք Բելգիա։ Ասում էր ես շատ լավ ու այսպես քայլ առ քայլ Աննան ամեն ինչ պլանավորել էր։ Ասեց ես նոր տարուն գնալու եմ մայրիկիս ու Արմանի մոտ նոր տարվա արձակուրդը անցկացնեմ։ Միասին արի գնանք, ասում այ պապաս թույլ չի տա չէ ոնց թե ես։ Քանի տարեկան էիր արդեն։ Բավականին մեծ էի պատկերացրու, որ 25 տարեկանում եմ ամուսնացի, երևի 23-24, բայց Աննան քանի տարի, դե հայկական իրականության մեջ դա արդեն ուրիշ ֆորմատ էր, հա։ Բայց Աննան քանի տարի եւ աշխատում ենք եւ այսպես եղբոր գովքներ անում։ Բայ լսեի շուտ կամուսնանալ։ Բայց Մարիա ջան, ես հիմա արդեն համոզվում եմ, որ ամեն ինչ պատահում է իր ճիշտ ժամանակին է պատահում։ Մենք մեկ-մեկ մտածում ենք ուշա։ Չէ, բացարձակ չենք ճանաչում։ Սկզբում ասեց, դե այն ժամանակ 20 տարի առաջ ինչն էր։ Email-ը, Одноклассники, Skype-ը, նոր էր դուրս եկել։ MSN Messenger-ը։ Messenger չկար։ MSN։ Դրանք կային, հա։ Մի խոսքով սկսեցինք Արմանի հետ հեռախոսով զրուցել։ Մինչև գնալը, հա։ Հետո Աննան եկավ մեր տուն, ու Աննայի բալիկների շատ եմ հիշում, որ Աննայի բալիկներն էլ հատուկ ավանդ ունեին մեր այս միասնության մեջ, որ առանձին պապայիս կանչել էին խոհանոց, ասում էին, դուք գիտեք մեր քեռին ինչ լավ տղա է, մեր քեռին այնքան լավ քեռի է, խնդրում եմ թողեք Զարային մամայի հետ գնա նոր տարվա արձակուրդ։ Փոքր 12-10 տարեկան քեռու գովքն էին անում։ Պատկերացրու ինքն ինչքան Աննան տունը խոսել դրա մասին, որ այդ երեխեքն են արդեն այդ ամեն ինչի մեջ։ Մեր քեռի, այ պապաս միշտ հիշում է, ասում է, ես հիշում եմ ինձ ոնց խոհանոց տարան։ Կարելի է Դավիթ պապիկ ցես մի բան ասենք։ Ասեն Արմանի տեղը իրանք են թույլ տվել Դավիթ պապիկից վերցրել են, ու այսպես պապան դժվարությամբ, բայց համաձայնվեց, Աննան ասեց, ես Զարային ոնց տանեմ, այդպես հետ եմ բերելու, խոս տանում եմ ձեզ։ Բայց մենք արդեն շփվում էինք, ու այսպես, հա, պապան գիտեր։ Ժամանակակից շատ հայացքներով է պապան միշտ եղել, մաման էլ, պապան էլ, միայն գախնի չլինի։ Տեղյակ բանք, այդ սուտը մեր տանը երբեք չի եղել, ամեն ինչ անկեղծ, բաց, սպիտակ թղթի նման,
Եվ հետո papan ասում էր հավանում ես, ասում պապ խոսալով շատ եմ հավանում, Նկար մամ եք շատ տեսել, եմ, իմ նկարն էին ուղարկել, Արմանն էլ էր տեսել ու խոսում էինք ու ես միշտ մտածում եմ, ասում եմ, չէ, ես երևի այս երջանկությանը պատրաստ չեմ։ Ինչ է Ես դա։ այնքան չէի հավատում, որ կարող է ինձ հետ պատահի այդպիսի երջանկություն։ Նախ Ինչու՞ սեր ոչ։ առաջին հայացքից, արդեն գաղափարապես ու հոգեպես շատ մտերմացել էինք այդ զրույցների ժամանակ։ Զրույցները շատ վտանգավոր բան ունեն իրաց Շատ մեջ։ ու այսպես կարծես երկար ժամանակ, երկար տարիներ ճանաչեինք ու ես մտածում էի, ասում էի, ուրեմն չէ, մի բան պետքա չլինի այստեղ։ Կարող է ինչ-որ ֆիզիկական Աստված հեռու պահի, ֆիզիկական թերություն ունի Արմանը, դե չի Միշտ չեն տեսել։ ասում։ Հա, ասում կարող է ինչ-որ մի բան կա, ինձ չեն ասում։ Օդանավակայանում որ Too good to be չտեսա, true. իմ պատկերացրած Արմանին, մի բան էլ ավել։ Սիմպաթիչնի։ Եվ Դուք շատ համահունչ զույգ եք։ Թե արտաքինով, թե ներքինով։ Հա, Երկուսը տենց ամսիկին տպավորություն, երկուսը էլ տենց ասենք ես Արմանին երկու անգամ եմ երևի, 3 անգամ եմ երևի տեսել, ահա, բայց էլի քո նման, ցոնես տպավորությունն ոնց որ հա, այն համերգին նստած։ Ես շատ եմ սիրում, այդպես համահունչ զույգ։ ահա, Շատ լավն է դուք իրար հետ։ շատ ու հենց այդպես էլ եղավ ու միանգամից կարծես տարիներով ճանաչած լինեինք Արմանին ու նույնիսկ մեզ մի օրն էլ արդեն բավական էր։ Վայ ոնց էին անհանգստանում քույրիկներս, մորաքրոջ աղջիկներիս հետ շատ մտերիմ եմ։ Երբեք մորաքրոջ աղջիկ չեմ ընդունել, հարազատ քրոջպես մեկը զանգում էր մամայից, բայց դուք վստահ եք, բայց դուք 20 օրվա ծանոթացած մարդուն ո՞նց եք աղջկան վստահում, վայ մեր Զարան, վայ էս ոնց կլինի ախր, իսկապես ճանաչում եք, լավ եք ճանաչում։ Հանգստացնում են, բայց ամրոց մեջ չեղած միտքն է կբերեն գլխիդ մեջ կմտցնեն։ Այսպես մամաս պապաս ասում էին իր ընտրությունն է, մենք վստահում ենք մեր աղջկան, Աննային էլ էին ճանաչում, հա։ Ու այդպես արձակուրդից հետո վերադարձա, արդեն մատանին մատս դրված եւ ամռանը հարսանիքի ակնկալիքով։ Ու այսպես ես հալումաշ եղա այդ 6 ամիսը մինչև Արմանեն եկան Հայաստան։ Քույրիկս ասում էր մենակ քիթը տա մնացել ենքան ես նիհարել։ Շատ անջում է, ու էլի իմ երջանկությանը չէի հավատում, ասում եմ մի բան կլինի։ Մենք ինչի ենք, չէ, բայց մեկը երկար ժամանակ չի զանգահարում, ասում ես ինչ ա եղել, հովատ բան չի եղել, բայց ինչի ես հատ մտածում։ Իսկ որ ժամ 11-ից հետո են զանգահարում, ասում ես բան ա եղել։ Հա, անհանգստանում ես, հա։ Այդպես ասեմ, չէ, մի բան կլինի, չեն գա, չի ստացվի գործերը, իրենք էլ անձնագրին էին սպասում, անձնագիրը, այդ էր պատճառը, որ Արմանը դեռ չէր կարող Հայաստան գալ, դրա համար ոնց որ ես ընդառաջ գնացի իրեն։ Հա։ Բայց Աստված առաջ ամեն ինչ շատ լավ ստացվեց, եկան, հարսանիքը Հայաստանում արեցինք ու այսպես ես հանդիպումը պապայի Արմանի հետ շատ լավ է։ Այն բալիկները եկան, որ ներկայացնեն։ Այո, իրենք դեսպաններն էին ներկայացուցիչներ։ Շատ, մինչև հիմա մեծացել են Աննայի երեխաները, արդեն ընկերներ ենք դարձել ու պապաս է միշտ հիշում, ասում հիշում եք ինձ ոնց խոհանոց տարակասիկ, մեր քերին այնքան լավն է։ Դուք չեք պատկերացնում մեր քերին ինչքան լավն է։ Դա արդեն խոսում է ընտանիքի դրվածքի մասին։ Ընտանիքի կապի մասին, այդ ջերմության, այդ անկեղծության, որ այդ երեխեք ասենք առանց ձևականության իրենք ինքան են ուզել, այսինքն ինքան են քեզ հավանել, ինքան են իրենց քերու համար ուզել, այսինքն ուզեմ ասեմ այն ժամանակ ես չգիտեմ Արմանը քանի տարի է գնացած եղել, բայց մի տարում չէր այդ ամեն ինչը փոխվում։ Ու այդ երեխեքի մեջ այդ պահը էլ, այդ կապը պահելը, նշե որ ինտերնետը շատ հեշտ էր այն ժամանակ, որ շատ կապված են եղել եւ Արմանը շատ է սիրում իր քրոջ երեխաներին, իրենք էլ փոխադարձ քերոն եւ շատ Արմանը միշտ կատակով ասում էր բանակից եկա ու քրոջս աղջկան նորածին էր, նոր ծնված էր Սոնան, տվեցին ձեռքս, ասեցի ավելավա ես նորից գնամ բանակ ծառայեմ։ Արման պատրաստ է գալիս ենք հեսա քեզ էլ ինտերվյու անենք, խախնելու տեղ չունես, կովերտյան լսենք։ Շատ մեծ ավանդ ունի Արմանը, քրոջ կյանքում երեխաների շատ կարևոր է, դա շատ կարևոր է։ Հետո շատ կարևոր է ով է կողքը, որտեղ եղբայրը կարան մոտենան ավելի շատ կամ հեռանան ավելի շատ։ Ճիշտ է։ Ու տես դու վերադառնում գալիս ես Հոլանդիա։ Գալիս եմ Նեդերլանդներ, այո, Մաստրիխտ քաղաք եւ էլի պապայի խորհրդով, պապայի հորդորով ասեց գործիքդ հետդ վերցրու։
գործիքդ կտանես հետդ։ Գործիքս վերցրեցի, Արմանը շատ կոմունիկատիվ, շատ արագ ձևով մի հատ ընդունելության քննություն կազմակերպեց կոնսերվատորիայի Մաստրիխտի, թեպետ ընդունելության քննություն չկար այլևս։ Ես չգիտեմ, Արմանը շատ կոմունիկատիվ է, շատ անկեղծ անմիջական է, ինչպես խոսած, ոնց խոսած, դե հիմա Հայաստանում լինեին կասեն, դե փող տվեցին անցավ էլի, բայց այստեղ մացակցի Արմանը, Արման հələ խոստովանի։ Չկա ախր այստեղ իսկապես այդպեսի բաներ չկան։ Կոնսերվատորիա ընդունվեցի, այո, 4 տարի էլ բաչելոր Մաստրիխտի կոնսերվատորիայում ուսանեցի, սովորեցի, շատ հետաքրքիր էր այդ փոփոխությունը, տեխնիկաների դասավանդման։ Ես չեմ կարող իմ հայկականը գցեմ, եվրոպականը վերցնեմ, տարբեր են չափած, ու այնքան հետաքրքիր էր այդ հետազոտությունը։ Իմ պրոֆեսորն էլ ասեց հիմա մոռանում ես, ինչ սովորել ես։ Մենք նույն Բախն ենք նվագելու, նույն Մոցարտը, նույն Բեթհովենը, նույն կոնցերտները, բայց հիմա ուրիշ ձև ենք նվագելու։ Ինձ այդ հետազոտությունն էլ էր շատ հետաքրքիր, շատ անալիտիկ ես դու ընդհանրապես սիրում ես այդպես հետա բանը միաժամանակ բանն է գիտեմ որ մի ժամանակ դա հայերենի դասեր էիր տալիս հայերենի դասերը այսպես միսիայի առաքելության նման եկավ եւ այսպես շատ մեծ պատասխանատվության իմ ուսերին դրվեցին երբ որ ստեղծեցինք մեր ընկերների հետ միասին ոնց եկավ այդ ասենք որ 3 հատ բալիկ ունեք այսինքն ակտիվ բոլոր բնագավառներում էլի ոնց որ ասում ոնց եկավ այդ դպրոց ստեղծելու գաղափարը նախ եւ առաջ երբ դուք տեղափոխվեցիք Լանակեն մենք տեղափոխվեցինք 2016 թվականին արդեն 10 տարի է Բելգիայում ենք ապրում 18 թվականին ոնց որ դու ինձ ասել մի ոտս Բելգիա մի ոտս Հոլանդիա իսկապես այդպես էլ կա օրինակ երբ ուզում եմ գնամ սննդի առևտրի գնում եմ Նեդերլանդ, սովորեմ Նեդերլանդի սուպերմարկետներին եւ շատ հարմար կետում ենք ապրում, այդ 3 երկրների կետում։ Կարծես Արմինեն անցյալ օրը ասեց, ինքը հենց այդ քաղաքում ապրել, շրջանում ապրել։ Գեմենիշա, օպենի կողքը ոնց էր։ Շատ լոկացիոն հարմար է, այսպես կարող է վերցենք, ասենք, Գերմանիայի նրբերշիկները համեղ են, գնանք Գերմանիայից նրբերշիկը առնենք, գանք առևտուր, Նեդերլանդը։ Ընտրություն ունեք խանութների։ Լայն ընտրություն ունենք եւ Արմանի աշխատանքն էլ է մնացել Նեդերլանդում իր բիզնեսը, այսինքն ինքը ամեն օր անցնում է սահմանը, այդ սահմանը անցնելու պատմությունն էլ է շատ հետաքրքիր, ուրեմն մամայիս հետ հեռախոսով խոսում եմ մեքենայի միջից, ամեն անգամ ասում եմ, մամ հիմա կարող է կապը կտրվի, որովհետեւ ես սահմանի վրա եմ, անցնում եմ, գնում եմ Նեդերլանդ, ույս մամաս ամեն անգամ, վայ բալիկ ջան, այդ սահմանը գուշեղի, իրանց դե մենք պատկերացնում ենք Հայաստանի սահմանները, ինչ վտանգավոր են, ու դու օրը մի քանի անգամ սահման ես անցնում, ասեմ, մամ, դու չես պատկերացնում սահմանին ոչ ոք չկա կանգնած, միայն կովերն են, ոչխարներն են դաշտերում արածում եւ մի կամուրջ է մեզ ընդամենը բաժանում էս երկից են երկիր։ Ես միշտ եմ ասում նա որ եւ որ սկսում են մեկ երբեմն եվրոպային բաներ ասեմ դուք չեք ապրել ոչ եվրոպական երկրում չեք հասկանում դա ինչ է։ Բայց ասա Մարիա ջան, մենք էլ էինք երբ Հայաստանցի էինք, երբ Հայաստանում էինք ապրում, ուրիշ ընկալում ունեինք, չէ՞։ Դե ուրիշ ընկալում ունեինք, որտեղ այդպես ներկայացրել էին մեզ։ Զարա ջան, մամայինքս ես փոքր էի գնացին Գերմանիա, ասեն գդեր մի ամբողջ բան էր, այսինքն Յան գնացել էին Գերմանիա։ Հասկանում ես, ուզում ասեմ, այսօրվա նման ջրի ճանապարհ չէր, ուզում ես գնաս գաս, ասենք թե հա։ Ուրիշ էր, իհարկե ուրիշ է, չենք ճանաչում, բայց ես դրա համար երևի գուցե ավելի շատ եմ գնահատում այս ազատությունը, սահմանների, այս անցուդարձը եւ այլն, էլի չի կարելի ամեն ինչը այտենց նովել ոնց որ ասում է։ Ոնց եկավ դպրոցը ստեղծելու գաղափարը։ Շատ ողջավորված էինք, անկեղծ ասած 2018 թվականի հեղափոխությունից հետո ի տարբերություն հիմիկվա վիճակի, որքան այն ժամանակ ողջավորված էինք, այնքան հիմա հուսահատված ու հակառակ լրիվ էներգիաներն են, բայց այդպես որոշեցինք ստեղծենք
մեր ընկերների հետ միասին համայնք, միություն, Կիրակնորյա դպրոց, Արմանը, իր ընկերները եւ ինձ այդ պարտականությունը հանձնարարվեց լինել ուսուցչուհին հայոց լեզվի, գրականության։ Սկսել ենք մեր ընկերների երեխաներով 5 աշակերտ, մենք մեր մտերիմներով ոնց որ մի քանի ընտանիք ամեն Կիրակի գնում էինք, մի քանի ընտանիք հավաքվում էինք, այդպես մեր շուրջը հետո եկան գաղափարակից ընկերներ, ուրիշ հայ ընտանիքներ, աստիճանաբար մեծացավ։ Հիմա քանի աշակերտ ունեք։ Բավականին մեծ է համայնքը, թեպետ չեմ կարող համեմատել Բրյուսելի, Չի պետք է համեմատես։ Հա, այդ համեմատությունը երբեք չենք ունեցել, երբեք այդ կոնկուրենցիա նպատակը չի եղել, այո։ Եթե համեմատենք փոքր է, բայց մեզ համար չափազանց մեծ է, որտեղ յուրաքանչյուր ծնողի եւ աշակերտի շատ ջերմ մթնոլորտ էր այսօր եկա, շատ միանգամից Ես միշտ ասում եմ իմ ծնողներին, մենք միասին ենք, մենք Ես, դու, նա առանձին ենք, բայց մենք միասին ենք մենք եւ այդ էներգիաները, որ իրար փոխանցում ենք, շատ անկեղծ է։ Ռոզին պարա տալիս, մնացած առարկաները դու ես տալիս։ Ռոզե Աբրահամյանը պարի դասատուն է, ժողովրդական 1 տարի էլ ունեցել ենք Նեմրութից գալիս էր Էդգարը, ազգագրական պարեր Գանձակից, հա, եւ հետո ինքը ուսանող էր, դժվար էր իրեն ու բավականին լոկացիոն առումով էլ մենք մի արևելյան հատվածում ենք Բելգիայի գտնվում, դժվար էր գալ ժամանակի առումով։ Հիմա Ռոզինա ժողովրդական պարեր դասավանդում, ունենք Լաերտ Մովսիսյանը, շատ տաղանդավոր հայ շախմատիստ է, ինքը ուսանող է Լյուվենում, բայց շատ մեծ սիրով գալիս է մեր երեխաների շախմատա դասավանդում եւ ունենք արդեն մեծ հաջողություններ, մի քանի բալիկ մեր Կիրակնորյա դպրոցի Լիմբուրգի տարածքով արդեն գրաված տեղեր ունեն, տանում է Էդգարը Այդ շախմատը մեր հայ երեխեքը շատ տաղանդավոր են դիտածով, ոսմա դա շատ լավ է մարդու զարգացման համար էլ ընդհանրապես այդ շախմատը։ Շատ լավ է։ Կիրակի օրերն եք դուք հավաքվում, համայնք ասեցի ուսանողանի հետ աշակերտ ունեք 40 մոտավորապես, տարբեր ընթացքներում, ասում են ավելանում են։ Այո, հետո Կիրակի օրը ծնողների միակ ազատ օրն է։ Շատ ծնողներ անհանգստանում են, որ օրը չեն կարողանում լիարժեք իրենց ընտանեկան խնդիրներ, հարցեր, առիթներ նվիրեն օրը, դրա համար մեկ-մեկ լինում է, որ սակավաթիվ են լինում խմբերը։ Բայց այդ ամեն ինչը շատ ըմբռնելի է եւ հասկանալի է, որովհետեւ ծնողները իսկապես 6 օր զորը գիշեր աշխատում են ու մի Կիրակի օրը ունեն, բայց գալիս են շատ սիրով։ Մի ծնող ունենք, ասում ես ամբողջ շաբաթ սպասում եմ Կիրակի օրվան։ Ես գալիս եմ բացասականը թողնում եմ մամաները արդից օգտվում են, ասում են դե լավ, սուրճը խմեցինք, հիմա ինչ անենք, գնում են բարի դասի։ Երիտասարդ մամաներ են ու ջահել այդ օրիորդ աղջիկների հետ խառնվում են, իսկապես չես էլ զգում, որ մամային ենքան իրանք ուրախ, զվարթ, թեթև ապարում են։ Շատ լավ, շատ կարևոր է։ Շատ կարևոր է տենց ջերմ համայնքը, դու ես վերջից դուք շատ ակտիվ եք, նաև եկեղեցական պատարակներ կան։ Եկեղեցական խորհուրդ ունենք, ծխական խորհուրդ ունենք, այո, Տեր Խաժակ Սրբազանը եկավ, Արևմտյան թևի պատվիրակը եւ տարբեր եկեղեցիներում ու համայնքներում Բելգիայի պատարակ մատուցեց։ Մեզ մոտ էլ եկավ, շատ շոյված էինք, շատ զգացված ենք այդ քայլից։ Ապրեք, շատ լավ գործ եք անում։ Զարջան, ինձ թվում է դեռ այնքան բաներ կա ձեր մասին խոսալու, պարզելու, ձեր աշխատանքի մասին, բայց գուցե մի օր կանենք առանձին հաղորդում դպրոցների մասին, որովհետև ես անսահման մեկ անգամ եւս եմ ասում, նախ անսահման երախտապարտություն ունեմ յուրաքանչյուր մարդու հանդեպ, ով զբաղվում է մշակույթի տարածումով մեր բալիկների հետ, ու հատկապես այդ դպրոցի սիստեման, որտեղ գիտենք, մենք հայ ենք, մենք բարդ ենք, մենք պահանջկոտ ենք, մենք ճառասող ենք, զանգ կախող չենք այդքան, ոնց որ ասում է, դրա համար նախ եւ առաջ շնորհակալություն եմ ուզում քեզ հայտնեմ, քեզ Արմանին, ձեր ընկերներին, ձեր համայնքին, որովհետև ես միշտ ասում եմ, ես կարամ միջոցառում անեմ, եթե մարդիկ չգան, այդ միջոցառումը արժանի չի ոչ մի բանի։ Եթե
դրա համար կարևոր է բոլոր Մարդկանցով յուրաքանչյուրի ու ենք կոչ եմ լեցուն, անում այո։ լանակինի շրջանում, եթե դուք հայ եք, բալիկներ ունեք կամ բալիկներ չունեք, ուղղակի ուզում եք գնաք հանդիպեք, զանգահարեք Զառային, դիմեք, գնացեք, հանդիպեք, շատ ջերմ մեզ ընդունեցին, շատ լավ ժամանակ անցկացրեցինք, մասնակցեցինք այդ ձեր բանին, միջոցառմանը, մարդուկ սարքեցինք, շատ հավեսով, շատ հաճելի էր։ Հիմա ես մի քանի հատ հարց եմ պատրաստել քեզ համար, ցավոք ես մեր հաղորդումը ժամանակի մեջ ոնց կուզենաս որ քեզ հիշեն, երբ որ չլինես։ Չգիտեմ, թող իրենք ասեն։ Ես չեմ կարող այս հարցին պատասխանել։ Եթե անվճար անրանց վարձատրվելու ինչ-որ մի բան անես, ինչ կանես։ Յուրաքանչյուր բարի գործ։ Անում ես արդեն դպրոցում, ինչի որ վճարվում եք։ Ինչքան ոնց ես վերաբերվում դժվարություններին։ Վայ շատ եմ սիրում դժվարություններ, մարտահրավերի պես, յուրաքանչյուր դժվարություն հաղթահարելով շատ մեծ փորձ ես ձեռք բերում, շատ ես իմաստանում, շատ պոզիտիվ մոտեցում։ Վերջի անգամ երբ ես տոնել նշել քո ձեռքբերումները կամ ունես տենց սովորություն։ Չէ, տոնել նշելու սովորություն չունեմ, յուրաքանչյուր առիթից ու հանդեսից հետո ես այնքան ուժասպառ եմ լինում, նույնիսկ հիվանդանում եմ։ Լավ է։ Որովհետև ամբողջությամբ տրվում եմ։ 101%-ով։ Իմ հաղթանակը միայն այդ շնորհակալական երախտագիտության խոսքերն են, այդ իմ ամենաբարձր վարձատրությունն է։ Պարզա։ Ինչի համար ես երախտապարտ։ Վայ, Աստծուն երախտապարտ եմ իմ ճակատագրի համար, ծնողներիս, ընտանիքիս, ընտրյալիս, երեխաներիս, բոլորի։ Որն է քո ամենատխուր պահը եղել մինչև հիմա։ Դժվար տխուր պահը։ Կարոտը, որը մեզ հետ միշտ զուգահեռ գալիս է, այսպես։ Ամենաերջանիկ պահը։ Ամեն րոպեն։ Լավն է։ Տվյալ պահին քո ուշադրությունը ինչի վրա է բևեռված։ Ընտանիքիս, երեխաներիս, Արմանի, ֆլեյտան վերականգնելու արդեն այո այդ ժամանակ արդեն զգում եմ որ եկել է երեխաներին ինչ որ չափով արդեն ոտքի եմ հանել եւ ժամանակ ունեմ ազատ այդ ազատ ժամանակը լցնելու այո կա ինչ որ բան որի համար զղջում ես կյանքում ավելի երիտասարդ տարիներում կար բայց հիմա գտնում եմ որ չէ ինչ լինում այրաճի ժամանակին ալինում չի կարելի զղջալ եթե կախարդական փայտիկ ունենայիր Ինչ կփոխեիր քո կյանքում։ Այդ մեր հայերի միջից այդ գենետիկորեն փոխանցված կարոտը կհանեի։ Չգիտեմ, ֆանտաստիկայի աշխարհից եմ խոսում, բայց երազանքա դա։ Բայց դե հիմա այդ կարոտը ավելի թեթև մարդկանց ավելի հեշտ են գնում գալիս նույն Արևմտյան Հայաստանի չեմ ասում կամ Արցախի շրջանը, բայց ասենք Հայաստան գոնել դեռ գնում են։ Այսինքն եթե այդ կարոտը լիներ այդպիսի կախարդական փայտիկ, որ վերացնեի, բնականաբար կնշանակեր մեր բոլոր կորուստներն էլ կվերանային, մեր բոլոր տարածքներն էլ կվերականգնվեին, այդ կարոտը որ չլիներ։ Մի քիչ բարդ բան ես ասում, բայց ով գիտի։ Դե երազել կարելի է։ Ով գիտի, դա հենց այս պահն է։ Կարաս ինչ ուզում ես, ասма քո ինտերվյուն է։ Քո ինտերվյուն է, ուզում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնեմ քո մարտտեսակի համար։ Քո նորմալ չենք ասում այդ իր ինտերվյուն կասենք, բայց քո մարտտեսակի, քո անմիջականության, քո անկեղծության, քո այդ որ զանգում ես ասում ես մայշոկ, այդ մարիշոկը քեզ էլի ասել եմ մանկություն։ Քո մարտտեսակի համար, քո այդ ջերմության, որ դու սենց բոլորին արևի պես հավաքում ես քո շուրջը, ու շատ երջանիկ շոյված եմ, որ դες որ իմ հյուրն ես ու այդպես ոնց արելի հնարավորություն ունեցա քեզ ավելի լավ ճանաչելու, որովհետև իմ համար էս Բելգիա հայը մեր բոլորի ռադիոն է։ Ու մենք բոլորս պետք է աջակցենք, որ այս ռադիոն բոլորը լսեն։ Շատ կարևոր է այս փոքրիկ երկրում, փոքրիկ երկրում մենք ասած մեծ ռադիո ունենք մեր համար։ Ես էլ եմ անչափ շնորհակալ։ Տես դու ասում ես արեգակի նման տարածում ես, ես էլ քեզ եմ միշտ ասում դու մեր արեգակն ես, արեգակնային համակարգն ես, մենք այն մոլորակներն ենք, որ պատտվում են քո շուրջը։ Շարունակեք պատտվել, որտեվ այդ պատտվելուց եմ ես այդ էներգիան ստանում։ Այո, բացատրել, բայց ես դրանից եմ էներգիա ստանում։ Այս յուրաքանչյուր ինտերվյուից հետո իմ մոտ մի հատ սենց
ջերմության ու էներգիայի սենց Ալիք ա պրիլիվ գալիս, ալիք ա լինում, այո։ որը ես չեմ կարող բացատրեմ, բայց տենց է։ Տենց ա։ Ամեն դեպքում մեր ունկնդիրներին կոչ եմ անում լսեք ինտերվյուն, կիսվեք ինտերվյուով, Զարային գրեք, դիմեք, զանգեք, կիսվեք, պատասխանեք, ոնց ասում, կիսվեք ձեր տպավորություններով, ես վստահ եմ շատ ուրախ կլինի։ Իսկ մեր ունկնդիրներին կուզեի ասել, որ մի մոռացեք, որ յուրաքանչյուր մարդու կյանքը ու անցած ճանապարհը շատ կարևոր է։ Անկախ նրանից, թե ինչի են հասել կյանքում։ Դա ձեր կյանքն է։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։